Հայերը փախչող շներ են։ Ադրբեջանական արտադրության ԱԹՍ-ներն են այս անվանումը կրում։ Մասնագետները Ալիևյան ռեժիմի գործելավոճում նոր վտանգավոր դրսևորում են նկատում։ Ադրբեջանի զավթողական քաղաքականությունն իրականացվում է հանրության շրջանում սերմանվող ատելության խոսքին զուգահեռ։ Այլ կերպ հող է նախապատրաստվում լայնածավալ ագրեսիայի համար, փորձելով դա աշխարհին հրամցնել իբրև ֆաշիզմի դեմ պայքար։ Դա պատերազմից հետո թափ ստացավ, անգամ Ալիևը ԱԹՍ-ների արտադրության ցուցահանդեսին զավեշտալի շփիտով եւ հիացմունքով էր հասնում այդ ԱԹՍ-ների շեշտադրանք կար ԱԹՍ-ների անվան հետ կապված ու դա շատ լայն տարածում ստացավ ադրբեջանական քաղաքական դաշտում ինչ օրս կա։ Ադրբեջանական կողմը խոսում է հայերի առհասարակ պատմություն չունենալու մասին, հայերը այստեղ եկվոր ազգ են, առհասարակ պահանջատել լինելու իրավունք չունեն։ Հետևաբար ԱԹՍ-ները դա մի մաս շատ փոքր մաս է կազմում, բայց իհարկե դա բավական լուրջ խնդրեմ է Ադրբեջանի համար, եթե իհարկե հայկական կողմը լուրջ քայլ է ձեռնարկի։ Այլախոհության համար Ալիևը իր ժողովրդին ձերբակալում ու բռնաճնշումների է ենթարկում, փորձում լրացնել հայրենիքի դավաճան պիտակով։ Դրսում խոսելով խաղաղության մասին ադրբեջանական իշխանությունները ներսում թիրախավորում են խաղաղության մասին բարձրաձայնողներին։ Ադրբեջանում պատերազմի դեմ հանդես եկողների թիրախավորման մասին մանրամասն հետազոտություն է հրապարակել Քեմբրիջի համալսարանի հրատարակչության բրիտանական միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիան։ Ադրբեջանում հայերը ներկայացվում են որպես ազգային թշնամի, Ալիևի ելույթներում սադրիչ ստախոսներ, վայրենիներ, շնագայլեր եւ հետապնդվող շներ։ Դպրոցական պատմության դասագրքերում էլ ներկայացվում են իբրև հավերժ թշնամիներ, ըստ էության այդ կերպ նոր սերնդի ներկայացուցիչների շրջանում հավերժացնելով միջէթնիկական ատելությունը։ Մինչ ադրբեջանական բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է պատերազմին, փոքրամասնությունը վիճարկում է Ադրբեջանի գործողությունների օրինականությունն ու հայերի հանդեպ սերմանվող ատելության թույլատրելիությունը։ Ի վերջո հայրենիքի դավաճաններ որակվածների հակապատերազմական կոչերն անտեսվում են ու մատնվում լռության։ Այսպես խոսքը կա, մենք փորձակիները շատ են դա հումորով ներկայացնում, ասելով, որ եթե ադրբեջանցի դիվանագիտես ու չես անցել քրեական գործով, երկու հոդվածով ինտերնետի պահպանման եւ տարածման եւ երկրորդը ի օգուտ Հայաստանի հայտարարություն անելու հոդվածով, ուրեմն դու ադրբեջանցի իրական դիմադիր չես եւ բնականաբար Ադրբեջանում այսօր բոլոր խաղաղության կոչերը ներում են նման հետապնդում։ Կարմիր կովն, ինչպես ասում են, կաշին չի փոխում։ Ձեռագիրը չի փոխում նաև Ալիևը։ Հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով բորբոքելով հայերի հանդեպ ատելությունը։ Անջատողականներ, ահաբեկիչներ որակումն էլ Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական ոտնձգություններն արդարացնելու համար են։ Մասնագետն ասում է, հայերին բնութագրող բառապաշարը Ալիևի ներքին սպառման զինանոցից են։ Միջազգային հանդիպումների ժամանակ նա խոսում է խաղաղասերի դիրքերից քաղաքակիրթ աշխարհին մոլորեցնելու համար։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։